ելույթներ կան։ Պարոն Սուքասյան, ձեր ֆրակցիայից Պարոն Մանուկյանը, համեցեք։ Տեսեք, ներկայացվող որոշումը որ կա, ինչ վիճահարույց կետ ունի, որը նաև ներկայացրել եմ եւ զեկուցողին եւ քաղաքապետարանում, չկա ֆինանսական վերլուծություն։ Այսինքն, այս բանը, որ դուք կատարում եք մարդկանց որոշակի անվճար երթևեկելու հնարավորություն եք տալիս, չի նշում, թե կոնկրետ ինչքան բեռը առաջացնում։ Եվ դա հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ քաղաքային բյուջեն, չգիտեմ ում հորդուքյանն է։ Այսինքն փողը ուզենան ստեյց ընդե կտանեն, ընդեից ստե կբերեն։ Դրա վառ օրինակը, որ 21 միլիարդ, եթե չեմ սխալվում, գումար հիմա հատկացնում եք Երևան ավտոբուսին։ Այսինքն այդ գումարն էլ բերում հատկացնում եք, տակը բացվածքը չկա։ Դրա փոխարեն կա նամակի պատասխան, մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ավտոբուսի շոֆերների վրա ավել փող ա գրած։ Մի անգամ էլ պետք է ասեմ, որ 1600 վարորդ ա գրած։ Բայց օրինակի համար տրամաբանություն չկա, որ առավոտ շուտ է զապաս, այսպես ասած, վարորդները ավտոբուսով գից դուրս գան, այն պիկ ժամերին սկսեն գնալ գալ։ Գոնե գաղափարագողությամբ զբաղվեք, որ տարբերակներն առաջարկում եմ կիրառեք։ Այսինքն այն վարորդները, որ գալիս են, սպասում են օրվա մեջ, որ իրանք պիտի լինեն փոխարինող, այդ պիկ ժամերին սկսեն աշխատել գնալ գալ։ Հաջորդը օրինակ քաղաքապետարանի այդ ֆինանսական վարչությունը ասեմ կամ ով ասեմ կարծիք ինչի համար չի տալիս էլի։ Օրինակ ինքը պետք է կարծիք տալ, որ այս որոշման արդյունքում, այսինքն որոշման բարոյականությունը մի կողմ դնեն, գալիս ենք ֆինանսական վերլուծության։ Այսինքն սրա արդյունքում առաջանում է այսքան բեռ։ Դրա արդյունքում բյուջեն պետք է օրինակի համար պլանավորումը փոխվի։ Մի քիչ գումար ստեյից ստե բերվի, ընդեից ընդե տարվի։ Այսինքն ձեր մոտ խնդրեմ է ժողովուրդ էդի հասկանում եք։ Մի 10 անգամ ասել եմ, մի անգամ եկը կրկնեմ, այս քաղաքապետարին է վերաբերում։ Այն որոշումները, որի տակ կա փող, ժողովուրդ, նաև պետք է լինի ֆինանսական վերլուծություն ու կարծիք։ Այսինքն ստացվում է, ով որ ժամանակ քնում հելնում է, ոնց ուզի փողը ստեյից ընդե տանում, ընդերից ընդե է բերում։ Այդ երևույթը նորմալ է, ու դուք համարում եք, որ դա ժողովրդավարություն է։ Այսինքն գործընկերել ունեք, ովքեր միշտ պայրանց դրոշակը ժողովրդավարությունն է, բայց ասենք թե բյուջեի քննարկման ժամանակ այնքան են վախեցել, Պարոն Փամբուկյան, զեկուցողը դուք եք ձեզ ասեմ, էլի, միլիարդավոր դրամների վերաբերյալ, ասում են 2 արտից ավել հարկ չտաս։ Այդ չեմ տա 2 արտից ավել, կմտնեմ ես կխոսամ, մեկ այմ աուդիտորիան բոլորին գումարած ավելի շատ է իմ աուդիտորիան։ Իմ աուդիտորիայի հետևից սկսեք դուք հերքել կամ հակառակն անել։ Հիմա նույնն էլ էսի է, ժողովուրդ ջան, հասկանում եք, բերել է օրինագից, որը որ օրինակի համար ներկայացել է ֆինանսական վերլուծություն, ֆինանսական կարծիք քաղաքապետարանը չի արտահայտում։ Բավոք պարզվեր այդ սեգմենտը օրինակի համար 10,000 մարդ է օրինակի համար, ոնց էր դա լինելու։ Շնորհակալություն, հերթական անգամ ի ցույց եմ դնում, որ կառավարման խնդիր կա։ Այլ ելույթներ խմբակցությունների կողմից, համեցեք պարոն Գալստյան։